Երկու տնտեսվարող առանց լիցենզիայի զբաղվել է կրիպտոակտիվների առուվաճառքով։ 14 ֆիզանձ էլ նույն գործունեությամբ զբաղվել է առանց պետական գրանցման։ Պետական եկամուտների կոմիտեն է բացահայտել։ 7 հարկ վճարողի դեպքում էլ հայտնաբերել են իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպքեր։ Կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող կազմակերպության հիմնադիրն ընդգծում է, այս ոլորտում զեղծարարության տարբեր սխեմաներ կան։ Քանի որ քիչ է կարգավորումը, նաև ռիսկն էլ ավելի շատ, բայց արդեն օրենքները ընդունված են, ընկերությունները արդեն սկսում են լիցենզավորման պրոցեսները ու մի քանի ամսվա ընթացքում արդեն ոլորտը ամբողջությամբ կարգավորված ու լիցենզավորված կլինի։ Բայց մինչև ոլորտն ամբողջությամբ կարգավորված ու լիցենզավորված լինի, սկսվել է նախընտրական շրջանը։ Արտաքին հետախուզության ծառայությունից լուրերին հայտնում են, առաջիկա խորհրդարանական ընտրությունների շրջանակում անօրինական ֆինանսավորման սխեմաներում կրիպտոարժույթների օգտագործման ծավալները ծառայության գնահատմամբ կաճեն։ Ի թիվս այլ լինի պայմանավորված ապօրինի ֆինանսավորման այլ դրսևորումների նկատմամբ խստացված հսկողությամբ։ Արտասահմանից դեպի Հայաստանի Հանրապետություն ապօրինի ֆինանսական հոսքերի, կրիպտոարժույթների նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացումը կամ դրանց շրջանառության չափը պարզելը դուրս է արտաքին հետախուզության ծառայության իրավասությունների շրջանակից։ Միևնույն ժամանակ արտաքին հետախուզության ծառայությունը իր գործառույթների իրականացման ընթացքում տվյալ հարցերի վերաբերյալ հետախուզական տեղեկություններ ստանալու դեպքում դրանք տրամադրում է Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմիններին։ Իսկ ինչն է այս ոլորտն ավելի գրավիչ դարձնում անօրինական ֆինանսավորումների համար։ Կրիպտոարժույթը, քանի որ ինքը ապակենտրոն է, մի տեղից մյուս տեղը փոխանցելու համար որևէ միջնորդներ հիմնականում պետք չեն լինում, այսինքն երկու անձ աշխարհի ցանկացած ծայրից մյուս ծայրը կարող են փոխանցում անել։ Իրականում անհնար է տեխնիկապես բացահայտելը, օրինակ ինչ որ մարդ հետը կրիպտոարժույթ է ստանում, չես կարող իմանալ դա արտերկրից եկավ, թե չեկավ, որովհետև կրիպտոն սահմաններ չի ճանաչում, ուղղակի գալիս է ինչ-որ տեղից, ինչ-որ հաշվի մի մարդը կարող է ունենալ հազարավոր հաշվի կամ էլ մեկ հաշվի կարող է կառավարվել հազարավոր մարդկանց կողմից։ Արդյոք վերջին շրջանում փոխանցումների, գործարքների ակտիվություն նկատում են, ոլորտում գործունեություն ծավալողը պատասխանում է։ Կրիպտո ոլորտը դեռևս նոր ու դինամիկ զարգացող ոլորտ է ու տարեցտարի ոլորտում շրջանառությունը գնալով մեծանում է։ Հիմա 2024 թվականին մոտավոր գիտենք, որ մոտ 10 միլիարդ դոլարի շրջանառություն է եղել Հայաստանում կրիպտոյի միջոցով, 25 թվականին հավանաբար ավելի բարձր, 26-ն էլ ավելի բարձր կլինի, այսինքն նոր ֆինանսական գործիք է, որին որ մարդիկ ծանոթ հանում են, ընտելանում են ու սկսում են ավելի շատ իրան օգտագործել։ 2025 թվականի հուլիսին ընդունվել է ոլորտի մայրօրենքը, ապա 2026-ի հունվարին Կենտրոնական բանկը հաստատել է ենթաօրենսդրական ակտեր։ 2026 թվականը ամբողջությամբ ինքը անցումային շրջան է, որտեղ որ նախկինում գործող ընկերությունները, որոնք մինչև 2025 թվականի հուլիսը աշխատել են, իրանք իրավունք ունեն առանց լիցենզիայի աշխատել, բայց այդ ընթացքում պետք է արդեն դիմեն ու լիցենզավորվեն։ Այսինքն այս անցումային շրջանը հենց ավարտվեց, արդեն բոլորը պետք է լիցենզավորված լինեն, ովքեր որ չեն լիցենզավորվել, իրենք դուրս են գալիս շուկայից։ 2027 թվականի սկզբից է, որ բոլորը արդեն պարտավոր են լինելու նույնականացնել բոլոր գործարքները։ Փորձագետը նկատում է, անգամ ամբողջական կարգավորումից հետո էլ ինչպես ցանկացած ֆինանսական ոլորտում, այնպես էլ կրիպտոյի դեպքում զեղծարարության ռիսկեր լինելու են։ Էմմա Վարդանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։